Սովանե, շնորհակալ եմ Բարև ձեզ, պատասխանաբար։ Մի սիրով։ քանի թեմաների կանդրադառնանք, թեմաները շատ են, բայց օրը բացվում է եւ նոր Թեմաները շատ են, բերման ենթարկվածները շատ են, քաղաքալատյալները շատ են, դավաճանությունը շատ է։ Ահա, եւ այսպես, այսօր առավոտը բացվեց նրանով, որ իրավապահները վաղ առավոտյան ներխուժել էին Մայր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արեգնաս Մանուկյանի բնակարան, նրան բերման ենթարկել եւ հիմա էլ արդեն ձերբակալված է քրեական վարույթի շրջանակում դատարան ներկայացնելու համար, սա հաղորդել է քննչական կոմիտեն Սպուտնիկ Արմենիային։ Խնդրեմ, օրը բացվում է եւ այսպես, ինչպես դուք ասացիք, դավաճանությունը շատ է, բերման ենթարկվածները շատ, քաղաքալատյանները շատ։ Ինչ է տեղի ունենում։ Դե տեղի ունենում բռնապետական համակարգի ամրապնդում, որտեղ քաղաքական իրավունքները բոլորի հալածված են։ Ես չեմ զարմանա, որ արդեն գոյություն ունի օրինակ 37 թվականի ՆԿՎԴ-ի 0047 հրամանի հիման վրա էր, որ իջեցվել էր սովետներին, որպեսզի գնդակահարեն, աքսորեն, Սիբիրներ ուղարկեն այդ պետության թշնամիներին, այտենց գիտեք այդ որակումները հակահեղափոխական տարերին եւ այլն եւ այլն։ Ես չեմ զարմանա, եթե հենց հիմա ինչ որ նման ցեղասպանական հրաման գոյություն ունի եւ որը մենք բացահայտելու ենք տարիներ անց։ Գուցե դա նաեւ SMS-ով է այդ հրամանը, ոչ թե այտենց փաստաթղթավորված, բայց դա կա։ Ինչ ասեմ, Արեգնազին բնականաբար վստահ եմ, որ իր համար էս այտենց շատ մեծ խնդիր չի լինելու իր պայքարի համար, ինչպես նաև նրա ընտանիքին ուժ ու կորով եմ մաղթում եւ այն ինչի համար, որ պատանդ են վերցնում, առևանգում են այսօր դիմադրության գործիչներին, նպատակը, ինչի համար է, բնականաբար հասկանում ենք Հայաստանը զուլելու այդ թուրքական բարբարոսության մեջ ու սահմանադրական հանրակրվեն կեղծիքներով անցկացնելու, որը արդեն սկսվել է կեղծվել, ինչպես ընտրությունների ժամանակ էինք ասում, որ ընտրությունները կեղծվում են ընտրությունների քվեարկության օրվանից առաջ, այնպես էլ հիմա է։ Սահմանադրական հանրակրվեն արդեն կեղծվում է, այսինքն Ավետիք Չալաբյանին են այս ընթացքում առևանգել, Արեգնազին առևանգեցին, Ռուբեն Հակոբյանին, Ալեն Ղևոնդյանին թույլ չեն տալիս իր ազատ արտահայտման իրավունքը իրացնի։ Եթե ես ինչ-որ մեկին մոռանում եմ, ինձ կներեք, այնքան շատ են, որ բանը էլի հնարավոր է եւ բաց թողնենք, բայց ես նկատի ունեմ այս հետընտրական process, այսինքն սահմանադրական հանրակրվեն կեղծելու process-ի մեջ, հա, ինչ է տեղի ունենում, եւ իհարկե ողջունում եմ նաեւ Գագիկ Ծառուկյանին, որ դավաճանների հետ պայմանավորվածություն չգնաց, դրա մասին առանձին կխոսանք, մի հատ այս թեման ամփոփենք նոր։ Եվ նայեք, հիմա փաստացի խտրական օրենքի մեջ փոփոխություն են իրականացրել ընտրական օրենսգրքի, որով զրկել են 100,000-ավոր քաղաքացիների իրենց ընտրական իրավունքից։ Սա արդեն հանրակրվեի կեղծիք է։ Ինչի համար են սա անում, որովհետև հանրակրվեների մասին օրենքում բան կա, չէ, հոդվածում կետ կա, որ 25%-ը պետք է առնվազն մասնակցություն ցույց տա, որպեսզի այդ հանրակրվեն անցնի, եթե իհարկե այո քվեարկողների թիվը ավելի մեծ է եւ գերազանցում է 50%-ը։ Սրանով իրենք ինչ են անում, փաստացի զրկելով քաղաքացիներին ընտրելու իրավունքից, նվազեցնում են ընտրողներին, եւ եթե նվազեցնում ես ընտրողներին, բնականաբար 25%-ը ավելի քիչ մասնակցություն է պետք։ Այսինքն կեղծում են, ոչ թե սահմանադրական հանրակրվեն են անում, որպեսզի քաղաքացիները իրենց կամ արտահայտությամբ, չգիտեմ, բանի ըստ սահմանադրության իրենց վերապահված հոդվածի իրացնեն իրենց իշխանությունները, հա, ազատ ընտրությունների, հանրակրվեների միջոցով, այլ իրենք հատուկ այնպես են անում, որպեսզի իրենք կեղծելով անցկացնեն հանրակրվե։ Սա կեղծիք է, չէ՞։ Իհարկե կեղծիք է։ Իհարկե սա կեղծիք է եւ հենց հիմա հանրակրվեն կեղծվում է արդեն։ Եվ կեղծվում է ամենավատ ձևով, որտեղ սեգրեգացիայի են ենթարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հատկապես արտերկրում ապրողները, կամ ասենք գործուղման գնացող եկողները, հա։ Հիմա լիքը մարդ, ասենք, իր ծառայությունն է իրականացնում, ենթարենք հոգեվորականա թեմերում,
աշխարհով մեկ սփռված իր ծառայությունն է իրականացնում, այդ մարդկանց զրկել են արդեն ընտրական իրավունքից։ Իմ քրոջը հարազատ քրոջս, որ շատ ուժեղ կապ ունի Հայաստանի հետ, բայց Հայաստանում չի ապրում, իրան փաստացի զրկել են ընտրելու իրավունքից։ Իսկ ով ասաց, որ ասենք իմ քույրը ավելի քիչ ընտրելու իրավունք ունի, քան ասենք Ռուբեն Ռուբինյանը, որը մասնակցել է Արցախի հանձնմանը եւ գողացել է ձայները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Բնականաբար դրսի ընտրողը ավելի անկախ ընտրող է, նրա գլխին ոչ մեկ զենք չի կարա դնի, որպեսզի Նիկոլ Փաշինյանին ընտրի, որպեսզի ինքն իր դահչին ընտրի։ Չի կարա տենց բան անի դրսի ընտրողին, դրա համար դրսի ընտրողից ազատվելը սրանց համար օդի ու ջրի պես պետք է եւ նաեւ սփյուռքը Հայաստանից կտրելու համար է պետք։ Եվ նույնպես Արեգնազի ձերբակալությունը եւ մնացած գործիչների կալանավորումները հենց այս նպատակով են, որպեսզի սահմանադրության այդ կեղծակվեն, որը անելու են, հնարավորինս կեղծեն, որպեսզի այնտեղ ոչ թե լինի ժողովրդի կամ արտահայտությունը, հա, այլ լինի ինչ-որ մի հատ դավաճան, դեղին մամուլի խմբագիր, բոլորին իրար պառակտող, ներվային հիստերիկ ինչ-որ մեկի բանը կամ արտահայտությունը, չզոհված ընդ որում, ինչի չի զոհվել, խի չէ զոհվել, արա։ Իմիջիայլոց այդ միտքը բանին, որտեղ հեսա պետք է մտնել, որ կենթանիների նկատմամբ հրստացում, ինչ չսատկել, ասենք սատկացնել, սատկում են։ Եվ նա պարոն Ծառուկյանին, ուղղակի նա շատ կարճ, մինչև վերջ անգամ չենք նայի, այս կինոն, որ նկարել էին իրեն, ինչպես է ներգուժում, ինչպես է պարոն Ծառուկյանին տապալում։ Բայց իմաստունի նայելու։ Չէ, բայց ուտով տեսնելու, ասեմ մոտավորապես 2000 արձանգան եմ ասկացել ես ընդհանուր պարոն Ծառուկյանին կոնցերտի դեմ իրականացնում։ Հա, վախ են սփռում, ահաբեկում են։ Սա ահաբեկչական գործողություն է։ Եթե նայեք, այս մարդիկ ոչ թե ազգային անվտանգության ծառայություն են իրականացնում, այսինքն ոչ թե իմ եւ ձեր անվտանգությունն են պահպանում, այլ կատարում են մեկ չզոհված էակի SMS-ով հրահանգները։ Բացարձակ վախենալ պետք չի։ Այս տղաները մեր ընտանիքի տղաներն են, այս դիմակավորվածները, իրենք չեն ուզում լինել ահաբեկիչ, նրանք հիմա հայտնվել են, ինչպես շատերը գերության կարգավիճակում եւ մեր գործը այս տղաներին ազատագրելն է եւ դա տեղի է ունենալու, երբ ժողովուրդը կվերադարձնի իշխանությունը ինքն իրեն։ Ես վստահ եմ, որ այս տղաները լինելու են, ծառայելու են Հայաստանի անվտանգությանը եւ պատվով են մտնելու իրենց տուն այն ժամանակ, երբ որ ժողովուրդը կվերադարձնի իշխանությունը ինքն իրեն։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հետ կապված այս իրարանցումին, նախ Գագիկ Ծառուկյանին հալալ է, որ ինքը այս դավաճանների հետ պայմանավորվածության չգնաց։ Ու ասենք այդ 0.04%-ը, որ տենց շինել էին այդ Վահագն Հովակիմյաններով, պարզա չէ, որ սրանք պետքա գնային ասեին, գիտես ինչ կա, մենք վերահաշվարկ կանենք, այդ մեր գողացած ձայները հետ կտանք, բայց երբ որ դուք մտնեք ազգային ժողով, պետքա մեզ օգնեք, որպեսզի այդ սահմանադրությունը կեղծենք, այսինքն Գագիկ Ծառուկյանը, հիշում եք, ինքը միշտ ասում էր, ինչ անում ենք ժողովրդի համար ենք անում։ Եվ ինքը ընտրեց ժողովրդի իշխանության որոշումը, ժողովրդի շահերից բխող որոշումը եւ դավաճանների հետ 5000 հոգի 150 սպանած եւ 150,000 էթնիկ զտած դավաճանների հետ պայմանավորվածության չգնաց։ Ինչ վերաբերում է այն կադրերին, որ Գագիկ Ծառուկյանին իբրև թե բան են իջեցնում են գետնին, նախ ասեմ, որ Հայաստանում այս դավաճանների իրավիճակին այլևս չեն տիրապետում, քանի որ Հայաստանում փոխվել է մշակույթը, քաղաքական ընկալումների մշակույթը Հայաստանում փոխվել է։ Հայաստանում ոչ թե կզած է նա եւ թույլ է նա, ում այս դիմակավորված տղաները իջեցնում են գետնին, այլ Հայաստանում կզած է նա, ով ձեռքը սեղմում է իմ ընկերներին խափելով տարած սպանածներին, որպեսզի Արցախը հանձնի եւ այսօր ասի դա մերը չէ։ Դուք պատկերացնում եք ինչքան պետք է մարդը կզած լինի, որպեսզի մեր տղաներին խափելով տանողին, ով խափելով ասելա զենքը վերցու, գնում ես հայրենիք ես պաշտպանում, այնինչ սպանում էր, որ Արցախը հանձնի, ու այդ մարդու ձեռքը սեղմում են եւ նրան հպատակվում են։ Այ դա իսկապես կզել է։ Այո, դա կզել է, որովհետեւ չի կարող ինչ որ մեկը, ով որ իմ ընկերներին խափելով տարելա սպանելա, նրա
լինի արժանապատիվ ու սեղմի այդպիսի մարդու ձեռքը։ Բացի դա Ներողություն մի բան էլի ճշտով հացովանես, ինչու չի խաղաղվում Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը թուրանական պետության ծրագրի մեջ է եւ եթե դուք ասենք ինչ որ դուք ենթադրենք ուզում եք ընդունվեք համալսարան, չէ՞, պարապում եք դրա համար, չգիտեմ, գնում եք, հետաքրքրվում եք այսինքն ձեր համար պլան կա, որ պետք է ընդունվեք համալսարան ուսանողի համար։ Եվ նա խաղաղվում է այն պահից, երբ որ այդ նպատակին հասնում է, ընդունվում է համալսարան, չէ՞։ Հիմա հետո նորից նոր շրջան է սկսվում, արդեն պետք է սովորի, քննություններ հանձնի, ավարտի։ Հետո կա այնտեղ կլինի։ Հիմա Նիկոլ Փաշինյանի համար այդ նույն ճանապարհն է, նա որպես Թուրքիայի ցեղասպան գործիչ կխաղաղվի այն պահին, երբ որ այլևս աշխարհի երեսին հայեր չեն լինի, բայց այդպիսի բան չի լինելու, քանի որ ընդհակառակը թուրքական քաղաքական մշակույթն է տապալվելու, որովհետև այն անարդարությունները, որը իրականացնում է այդ համակարգը, ինքը տեղ չունի երկիր մոլորակի վրա, որը ձգտում է քաղաքակրթության եւ ավելի զարգացման։ Աշխարհը անընդհատ գնում է դեպի զարգացում, ոչ թե ռեգրես է ապրում։ Դրա համար Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը ասեցի թե որտեղ է։ Կենդանիների նկատմամբ երեկվանից հայտնի է դարձել, որ թույլ չեն տալիս անգամ մտնել այգում մնացած կենդանիների կերակրել, ջուր տրամադրել եւ ինչն է հատկանշական, որ այդտեղ խնդրում էլի ձիեր կան, ինչ տեսակի, արաբական տեսակի ձիեր կան, ուրիշ կենդանիներ, սովի, ջրի, դրանց մարդը կենդանուց ինչ չէ սատկել, հա, կենդանիներ են այս վիճակը վերաբերում եւ սրանց զուգահեռ նաեւ սատկեց այն վագրը, խնդրեմ այս կադրերն նայենք, որին իրենք քննացրեցին, տարան, կեղտոտ հրապարակում արեցին, թե կենդանի հիվանդ էր, քննացնելուց առաջ պետք է իմանային կենդանի հիվանդ է, թե ինչ է։ Չէ, հետո այդ բանը ասել էր, չէ, այդ կենդանում պահողը ասել էր, որ սովածա մի բան արեք, մի քննացրեք, սովածա բանը կենդանին։ Գիտեք, նույնիսկ կենդանիների հարցում է սեգրեգացիա։ Օրինակ, եթե տեսել եք, չգիտեմ, տեսել եք թե չէ, օրինակ Վահագն Ալեքսանյանը, որը ժողովրդական ֆոլկլորում կենդանու հետ են համեմատում, բանի խոզի հետ են համեմատում։ Վահագն Ալեքսանյանը ինքը բան էր շոյում, շունիկ էր շոյում, որպեսզի ցույց տա, թե ինքը ինչ կենդանասեր է, ինչ լավն է։ Դե գիտեք, քաղաքական գործիչները, սենց բան քաղաքական բացասական երևույթով քաղաքական գործիչները, որ տենց անընդհատ իրենց վատ են պահում, հետո պետք է մի ձև մաքրվեն եւ կամ երեխաների միջոցով են ուզում իրենց մաքրել, կամ մտավորականների միջոցով են ուզում իրենց մաքրել, կամ կենդանիներ շոյելով։ Սենց շոյում են, տեսեք մենք հրեշտակ ենք, էլի մենք սենց բուշիկների ենք սիրում, մեզնից թույլ կենդանիներ ենք սիրում, բայց բնականաբար հիմա ինչպես տեսնում եք, փաստորեն էս կենդանին, որը նույնիսկ տենց քանակությունն էլ է քիչ աշխարհում այդ կենդանիների, հա, սենց վերաբերմունք են ցույց տալիս ու սատկում է կենդանին։ Հիմա բնականաբար եթե այս կենդանիները լիներ օրինակ Վահագն Ալեքսանյանի ձեռը, այդ սեգրեգացիան չի լինի, այսինքն պատկերացնում եք, այստեղ բանը քաղաքական սեգրեգացիան, ռասիզմը իջել է հասել է կենդանիներին։ Ոչ միայն դուք սև եք, հա, այլ սև են նաև ձեր կենդանիները։ Եթե ձեզ հետ դուք պահում եք կենդանի, սև են ձեր կենդանիները։ Այդ մակարդակի է այս ռասիզմը, այս տգիտության ռասիզմը, այո, այդ մակարդակի է։ Ոչինչ, եթե ձեզ հետ կապ ունի, ուրեմն նաև պետք է ենթարկվի սեգրեգացիայի։ Էսա, սրանց մակարդակը էսա։ Հա, սրանց մակարդակը էսա։ Ու այս մակարդակը 8 տարի իշխանության է։ Դե պետք է այս մակարդակի լինես, որ սենց ատամներով պահես իշխանությունը, որովհետև եթե այս մակարդակի չլինես, դու կձգտես ժողովրդավարության, իշխանության փոփոխության, նոր թարմուժերի, մասնագետների ներդրման եւ զարգացման կձգտես։
բայց քանի որ էս է սրանց մակարդակը, երևի տեսակ Ռուբեն Մելիքյանին էլ հանեցին, չէ՞, բանից, համալսարանից հանեցին, ասենք 20 տարվա դասախոս, որը ակտիվ գործունեության մեջ է քաղաքացիական, որպես իրավապաշտպան նաև, պատկերացեք ինչքան գիտելիք ու հմտություն է փոխանցում ուսանողներին, եւ ես շփվում եմ նաև նրա ուսանողների հետ, որոնք ուղղակի այդպես շատ հպարտ են, որ այդպես դասախոս ունեն, իրեն հեռացնում են։ Ինչի համար են սա անում, որովհետեւ այս համակարգը այն չսովորածների համակարգն է, տգետների համակարգն է, որ իրենց չսովորելը բարդում էին նրա հետ, որ ասենք, չգիտեմ, դասախոսները կաշառակեր են կամ ասենք լավը չի կրթական համակարգը, բայց իրենք չէին սովորում։ Հիմա Նիկոլ Փաշինյանին օրինակ իր այդ վարքի համար համալսարանից հեռացրել էին, կամ ասենք Սեդա Սաֆարյանը, չէ՞, կենսագրությունը նայում եք, այտենց ոչ միտեղ ինքը չի ավարտում, էլի այս սովորումը չի ավարտում, կամ նույնը Աննա Հակոբյանը, հիմա կրթությունը նորաձև են սարքել, որ այտենց այն ինչ որ չեն կարացել անեն, այդպես տիպը մենք ենք հիմա կրթում։ Սա որոշակի հոգեբանական բարդություններ առաջացրած մարդկանց իշխանազավթումն է, մասնագետների հանդեպ մուրը հանելու, այ դուք սովորացներ, տեսեք հեսա ես ձեր հախից ոնց եմ գալու։ Նույնը Սեդա, ասեք ոնց կարա սահմանարական դատանի դատավոր լինի Սեդա Սաֆարյանի նման տգետ քաղաքականացված անձը եւ Նիկոլ Փաշինյանի նման դեղի մամուլի խմբագիրը երկրի ղեկավար։ Այդ պայմաններում բնականաբար պիտի Արցախն էլ հանձնվեր, պետք էր 150,000 մարդու էթնիկ զտման էլ ենթարկեին, որովհետև շուռ է եկել, այո, իսկապես երկրի հակառակ կողմում մենք ապրում, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը ասենց չի վերադարձնելու երկիրը դնի իր տեղը, եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ դրա հնարավորությունները կան, եւ այդ հնարավորություններից միանշանակ օգտվելու է թե քաղաքական, թե քաղաքացիական, թե աշխատավոր, թե մնացած մասնագիտական բոլոր շերտերը երկրի։ Ես մի 10 վայրկյանից տեսեմ, թե ուզում լսենք, հա, Հովհաննես։ Ուրիշների ներկայությամբ, բայց դու չես կարող ուրիշների ներկայությամբ սրան էլ են քննեցել։ Վիրավորես, դա խոսքի ազատություն չի, դա անդասիրատություն է, մեկտույություն է, խուլիգանություն է։ Ստարում եմ ասում եմ, եթե սատկացնելու եմ ու ծնկի եմ բերելու, եթե սկացնելու եմ։ Խնդրեմ, ու ինչ եղավ, ըստ էության։ Սա նախորդ իմ ասացի հիմնավորումն է, այսինքն այս տգետները եկել են եւ մուռ են հանում նորմալ մարդկանցից։ Ինչ եմ ուզում ասել, հիշում եք ինքը բոլորին նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էր դու ռուսի գործակալ ես, դու ռուսի շպիոն ես, դու բելարուսի շպիոն ես։ Ինչ էր ասել պարոն Ծառուկյանը, եթե ապացուցեցի, ապացուցեք որ ես շպիոն եմ, եթե չէ, եկեք մտեք հանդեպ։ Դրա համար է просто ստացնել եմ, կզացնել եմ, ու դրա համար այսօր ես վրեժն եմ։ Նայեք, հիմա հիշենք ծրագրային դրույթները, հա, օրինակ Ուժեղ Հայաստանը առաջարկում էր 150,000 դրամ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց, ասենք միասնության թևերը առաջարկում էր 6 ամիս նպաստ մարդկանց, ովքեր կորցրել են իրենց աշխատավարձը։ Հայաստան Դաշինքը առաջարկում էր անվճար կրթություն։ Հիմա իսկ ինչ էր առաջարկում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը առաջարկում էր սատկացնել, բանտերը գցել, կզսնել եւ այլն եւ այլն եւ այլն։ Ի վերջո նա չի նա կեղծել է ընտրությունները, որպեսզի իր այդ սպառնալիքները իրականացնի։ Հայաստանում հաղթել է 150,000 ծայրահեղ աղքատություն մեջ գտնվողներին վարձ տալը, հաղթել է մնացած սոցիալական, ինչպես ասեցի, այդ ծրագրային դրույթները, սա չի հաղթել, սա կեղծել է, սա չէր կարող Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի հասարակությունը ինքը բարձր մակարդակի է, բարձր քաղաքացիական գիտակցություն ունի եւ բարոյական հատկանիշներ ունի։ Դրա համար սա չէր կարող հաղթել, սա երևի մի 30% մարդկանց գլխին զենքը դրած տարել է հաղթել է տվել եւ հիմա այտենց բռնի ուժով պահում է իշխանությունը ու կատարում է իր այդ խոստացած ծրագիրը, ընդ որում այդ ծրագիրը ինքը ոչ թե խոստացել է ժողովրդին, որովհետեւ ի վերջո այս մարդկանց հալածելը նաեւ նշանակում է ժողովրդին հալածել, որովհետեւ օրինակ Արադ ցեմենտի հանդեպ որ սենց էս վարվում, բնականաբար ժողովրդին ես հալածում, այնտեղ աշխատողներին ես հալածում։ Ճիշտ է, եւ այս իմաստով նա պարզապես բռնի մաֆիոզը պահում է իշխանությունը, որպեսզի
իրականացնի այն իր խոստումները, որ ինքն իրեն է տվել, իր թիմին է տվել։ Օրինակ, այսինքն որ գորմը սատկեցնելի են բանման, ինքը խոսք է տալիս օրինակ Ալեն Սիմոնյանին, Ռուբեն Ռուբինյանին, Վագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին, մի խոսքով այդ Արցախը հանձնած դավաճաններին է խոսք տալիս եւ չզոհված։ Հա։ Դրա այդ է իրականացնում։ Եվ հենց հիմա Մաջարից Արարատ ցեմենտի աշխատակիցները բողոքի ակցիա են անում, ամբողջությամբ կապված է արեա, պատկերացնում են քանի հազար մարդ գործազուրկ է այլևս այս պահին, կապարակնքված են գրեթե բոլոր ընկերությունները, գրեթե չէ բոլոր ընկերությունները։ Ես ասեմ, ժողովուրդը պետք է իշխանությունը վերադարձնի իրեն ու ես ողջունում եմ Արարատ ցեմենտի աշխատողներին, որ դուրս են եկել պայքարի։ Հա, ինքը որ ասում է սիրում եմ բոլորը, ինքը իրան նկատի ունեմ։ Ինքը իրան նկատի ունի, sense բանի վրա է, չէ՞ դրած։ Selfie mode-ի վրա է դրած, ինքը իրան տեսնում է ամենայն հավանականությամբ, չէ՞։ Ինքը որ sense նայում է, sense տեսնում է ինքը իրան ու ասում է սիրում եմ բոլորիդ։ Սիրում եմ, կարող է sense մի քիչ մոտիկ գա, այդպես կսմսվի բանանի, էական չի, իր ֆետիշներն է, բայց ամեն դեպքում այդ սիրում եմ բոլորիդը հասկանալի է, չէ՞, իրանք իրանց են այդ սերը բանանում փոխանցում, որովհետև զնմանը մանին կսիրե, որովհետև եթե ասենք դու ռասիստ ես, ցեղասպան ես եւ այլն, դու բնականաբար դու կգտնեք իրար ու կսիրեք, բայց այն մնացած մարդիկ, ովքեր որ չեն կիսում ձեր ռասիստական տեսակետները, լինեն արյուծ թե նապաստակ, դուք բնականաբար նրանց չեք սիրելու եւ այդ մնացած այդ գործողություններն եք իրականացնում։ Կողմը ձեզ համար հասկանալի է, նաեւ այն մարզիկների լռությունը, որոնք ըստ էության մարզիկները գերության մեջ են սպայն, ինչպես բոլոր ասացի, ինչպես ԱԱԾ-ի աշխատակիցները, ինչպես այն մարդիկ, ովքեր կոտրված ձեռքով, դողալով ընտրել են սրանց, երևի տենց մի 20-30% է շատ սրանց ընտրել, քերել են, ոչ թե ձայն են ստացել, այլ ձայն քերել են։ Այդ մի 20-30%-ը զենքը դրել են գլխին ու տարել են, ասել են ընտրեք։ Նույն ձևի զենքը դրված է մեր սպորտսմենների գլխին, որովհետև եթե սպորտսմենը, օրինակ ես երեք կարդացի Նազիկ Ավդալյանի գրածը, ինչը ողջունելի է, որ նա աջակցություն է հայտնել Գայթ Ծառուկյանին եւ նրա ընտանիքին, սակայն այն կոնտեքստով, որտեղ սպորտսմենը ասում է, որ դե ես չեմ հասկանում իրավական համակարգից, իսկ ինչ կա չհասկանալու, եթե 8 տարի մենք այս համակարգում ենք ապրում, որտեղ անմեղ մարդիկ են ամեն օր բռնվում, կամ ինչ կա չհասկանալու, երբ ասենք ԱԱԾ-ն բռնի տարիքով մարդուն ուղղակի այդ կադրը ստանալու համար իջեցնում է գետնին, ինչ կա այդտեղ չհասկանալու, որ ապօրինի է։ Կարելի է ուղղակի ասենք փաստաբան իրավաբան առաջի կուրսի իրավաբան ընկերոջ հետ խորհրդակցել եւ նա կասի, թե ինչի է դա ապօրինի համարվում կամ ինչի է կալանքը ապօրինի համարվում կամ ինչի է որ SMS-ով դատավորներին հրահանգներ փոխանցողի այս ձերբակալությունները ապօրինի համարվում կամ սատկացնելու եմ, կզսնելու եմ այս արտահայտությունները վարչապետի կողմից համարվում ապօրինի, այդտեղ բարդ բան չկա, պարզապես պետք է հետաքրքրվել եւ ես վստահ եմ, որ Նազիկ Ավդալյանը ճիշտ եմ, չի ասում Նազիկ Ավդալյանն էր, ուրիշը չէր, հա, եւ ես վստահ եմ, որ Նազիկ Ավդալյանը եւ մյուս սպորտսմենները կարող են հարցնել իրենց փաստաբան, իրավաբան ընկերներից, թե ոնց կարող են ճիշտ փաթեթավորել այս խոսքը, որպեսզի ճիշտ Արսեն Ջուլֆալակյանից, այո, Արսեն Ջուլֆալակյանը իմիջիայլոց շատ լավ ռեսուրս է այդ իմաստով, որտեղ սպորտսմենները կարող են միշտ չէ, ես չեմ ուզում տանեմ բանի բարոյական դաշտ, ես բանի դաշտ եմ ուզում տանեմ, փորձ ձեռք բերելու, կրթվելու դաշտ, որտեղ Արսեն Ջուլֆալակյանը կարող է պարզապես ասի, թե ինչի է սա այս գործողությունը համարվում ապօրինի, այս գործողությունը մարդու իրավունքների խախտում, ռասիզմ, միջազգային իրավունքի խախտում եւ այլն եւ այլն, եւ այդ պարագայում շատ ավելի ճիշտ կփաթեթավորեն առանց որոշակի տենց արդարացումների, բայց դա կարևոր է անել, օրինակ, գիտեք, ես այս իրավիճակում իմ մտքին գալիս է Մել Դալուզյանը, ում սպորտից հեռացրեցին իր ինքնության համար, ինքը շտանգայի Եվրոպայի չեմպիոն էր, եթե կհիշեք, ու գնաց Հայաստանից, բայց օրինակ ինչն է ինձ տենց տխրեցնում, որովհետև եթե Մել Դալուզյանի հետ այսպես չվարվեին,
նա անվախ էր եւ սկզբունքային էր եւ անկախ էր ու անարդարության դեմ անպայման այսօր ինքը կկանգներ, եթե իր հետ անարդար չվարվեի։ Դրա համար իմ խորհուրդն է եւ ցանկությունս է, որ մենք մեր մեջի սկզբունքայիններին եւ ուժեղներին ոչ թե նեղացնենք, այլ փայփայենք, որովհետեւ երբ որ տիեզերական արդարությունը պետք է իր խոսքը ասի, հա, այդ ժամանակ այդ մարդիկ են ձեզ պետք լինելու։ Նույնը տեսեք եկեղեցու պարագայում, չէ՞, ովքեր են հիմա կանգնում կաթողիկոսի կողքը հոգևորականներից, ովքեր որ այդ անկախ, խիզախ են մարդիկ էին, որոնք իրենց սկզբունքներից չէին նահանջում։ Միքայել Աչապահյանը, Սրբազան, Բագրատ Սրբազանը, այդ մարդիկ են, այդ ուժեղ մարդիկ են, կամ եպիսկոպոս անունը մոռացա։ Մկրտիչ Սրբազան։ Լավ, հա, մկրտիչ, մի խոսքով այդ ուժեղ մարդիկ են եւ եթե դու այդ ուժեղներին համակարգի մեջ փայփայում ես, քո համակարգդ ուժեղանում է եւ խնդրեմ քո երբ որ ժամանակն է գալիս հատուցման, այդ դրանից ստեղծածդ կառույցը երևում է ինչքան է։ Եւ քանի որ եկեղեցուն անդրադարձակ, նոր սկանդալային բացահայտում է եղել։ Հա, այդ վերջն է։ Այո։ ԵԱՀԿ-ն, հա։ Այո։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլօղլուն գլխի չի ընկել, որ իրեն զանգել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ռուս պրանկերներ Վովանու Լեքսուսը եւ բացեիբաց հայտարարել է, որ կաջակցի Նիկոլ Փաշինյանին ամենայն հայոց կաթողիկոսի հեռացման գործում։ Նիկոլ Փաշինյանի խոսքից մեջբերում։ Կարծում եմ, այսպես այդ պրանկերներից ավելի շուտ։ Կարծում եմ այժմ իմ ձեռքում արդեն կան որոշակի խաղակարտեր եւ մենք կարող ենք փոխել կրոնական իրավիճակը։ Միակ բանը, ինչի համար կարող եմ խնդրել ձեզ, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների խիստ քննադատությանը։ Սինիրլօղլուի պատասխանը. Լավ, ես կանեմ ինձանից կախված ամեն ինչ։ Խնդրեմ։ ԵԱՀԿ-ն ինչ է, Եվրոպայի անվտանգության համագործակցության կառույցը, որտեղ ոչ միայն եվրոպական երկրներն են իհարկե, բայց ինքը ինչի հիման վրա է ստեղծվել։ Դա եւս երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի քաղաքակրթության կարգ ու կանոնի հիման վրա ստեղծված կառույց է, հա, որը 75 թվականին Հելսինկյան եզրափակիչ ակտով, որը խնդրեմ վերաբերում էր մարդու իրավունքների պաշտպանությանը, դրա հիման վրա ստեղծվող զարգացող կառույց էր։ Եվ 7-րդ սկզբունքը այդտեղ այն է, որ մարդը պետք է ունենա կրոնի, համոզմունքի, ազատություն, մի խոսքով պետք է պաշտպանված լինի։ Հիմա այս թուրք գործիչը, որ այդ կառույցի քարտուղարն է, այսինքն գլուխը, այս պահին, ասում է, դե հա, բանը մենք ձեզ կօգնենք, որպեսզի այդ կրոնական ազատությունների դեմ դուք այնտեղ պայքարեք ձեր երկրում, Հայաստանում։ Սա նշանակում է, որ Եվրոպան, երբ որ ասում են փրկության կարիք ունի, իսկապես Եվրոպան փրկության կարիք ունի, որովհետև Եվրոպան, երբ որ գրավում են եվրոպական քաղաքակրթությունը, հիմա երբ որ գրավված է թուրքական բանի Բոլթուգայկայի մտածողությամբ, որ գնանք գրավենք ու մեր ուզածով անենք, սաղ ապօրինի լինի, բայց կարևորը մեր ուզածով լինի, այ դրա պատճառով էս քայքայվում է եվրոպական արժեքները։ Ինչ ժողովրդավարություն, ինչ խոսքի ազատություն, ինչ կրոնի, ինչ խղճի ազատություն եւ այլն եւ այլն։ Հիմա այն ինչ որ կատարվում է այս ամբողջ բոլոր եվրոպական կառույցներում, ԵՄ-ով, ԵԽ-ով եւ այս բանում ԵԱՀԿ-ում սրա վառապացույցն է։ Սրա վառապացույցն է, որ Եվրոպան փրկելու կարիք ունի եւ Եվրոպան պետք է փրկեն նրանք, ովքեր ունեն այդ եվրոպական քաղաքակրթության ձևավորման արմատները իրենց մեջ։ Եվ բոլոր հայերին, ովքեր որ արևմտամետ են, սիրում են Եվրոպան, իրենց ուսերին պետքա դնեն, այդ բեռը պետքա վերցնեն Եվրոպան փրկելու այս ռասիստներից, չէ՞։ Ճիշտ եմ, չէ՞ ասում, ճիշտ եմ ասում։ Հիմա նայեք, բացի դրանից Հելսինկյան եզրափակիչ ակտով դրանից բխել են նաև տարբեր երկրներում Հելսինկյան կազմակերպությունները, չէ՞, Հայաստանում կան Հելսինկյան ասամբլեա, Հելսինկյան ասոցիացիա, Հելսինկյան կոմիտե, որոնք բոլորը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներ են, որոնց նպատակը, այսպես ասած, հետևելն է, թե արդյոք պետությունները կատարում են այդ բանի Հելսինկյան այդ եզրափակիչ ակտի
սկզբունքները։ Հիմա բայց նայեք, նույն օրը, երբ որ պարզվեց, որ ԵԱՀԿ-ի քարտուղարը կրոնական ազատությունների դեմ ոտնձգություններ է իրականացնում, պարզվեց Հելսինկյան ասոցիացիայից հեռացրել են Նինա Կարապետյանցին, ով այսօր փաստորեն դիմադրության խմբին է միացել եւ պայքարում է ռասիզմի դեմ, նրան հեռացրել են իր քաղաքական հայացքների համար, իսկ Արթուր Սաքունցը, ով Հելսինկյաններ ասամբլեայի բանն է, մի խոսքով այդ Վանաձորի գրասենյակի ղեկավարն է, նա էլ դատական հայցեր է ներկայացնում ռազմավարական դատեր իրականացնելու, որպիսի սահմանափակի այն մարդկանց խոսքը, ովքեր որ տեսել են այս տարիների ընթացքում, թե նա ինչպես է օժանդակել, որպիսի Նիկոլ Փաշինյանը կարողանա հանձնել Արցախը։ Դրա համար պատկերացնում եք, մի կողմից ԵԱՀԿ-ի քարտուղարը, մի կողմից Նինա Կարապետյանցի հեռացումը, մի կողմից Արթուր Սաքունցը այս հելսինկյաններով ցույց է տալիս, որ լրիվ ժանգոտել է այս բանը եվրոպական արժեքները եւ այն պետքա սենց կամած յուղել ու մաքրել։ Իհարկե շատ կարեւոր է նաեւ ասել, որ Արթուր Սաքունցը որևէ բան չունի, որևէ այսպես ձևակերպեմ, Արթուր Սաքունցի դատական հայցը ասնավանի չի, քանի որ նա դատական համակարգի սահմանափակումների եւ ոտնձգություններին է մասնակցել իր 46 կազմակերպություններով, երբ որ աջակցում էին, որ դատարանները զավթի Նիկոլ Փաշինյանը, եւ շատ լավ պետք է իմանան այդ տղաները եւ աղջիկները, թե լինեն Սաքունց, թե Յոհաննիսյաններ, որ իրենց դատական հայցերը չի կարող ասնավանի լինել, որովհետեւ իրենք չեն հարգում դատարանները։ Իհարկե մենք դեռ շատ ենք անդրադառնալու այս թեմային, թե ինչ է դատարանների փիլիսոփայությունը, ինչու գոյություն ունեն դատարաններ, չէ՞։ Եթե ասենք ժամանակին ինչ-որ ցեղային համայնքներ էին, ու այդ համայնքում բաներ, մի հատ ինչ-որ ոճ կար, որը այտենց հեղինակություն էր ու նա էր ինչ-որ վեճերը հարթում, փաստորեն զարգացած պետություններում, նոր քաղաքակրթություններում այդ գործողությունը իրականացնում է դատարանը։ Եվ եթե դու այդ դատարանի դեմ ոտնձգություն ես իրականացնում, ոնց որ ասենք ժամանակին այդ ոճի դեմ ոտնձգություն իրականացներ, դու ուրեմն այլևս չես կարող օգտվել այդ հնարավորությունից քո վեճերը հարթելու։ Տղա ջան, չես կարող օգտվել քո վեճերը դատարաններում հարթելու, որովհետև դու դեմ ես դատարանների անկախությանը։ Չի կարող մեկը մտնել քո այդ դատարանի դատական վեճի, որովհետև դու դեմ ես դրան։ Իսկ ինչ վերաբերում է մնացած հարցերին, որ նրանք այս հիմա ոնց են արդարացնում, թե այս քաղբանտարկյալների հարցը, օրինակ բանից Մայր Հայաստանից Սոնա Աղեկյանը գնացել էր Անդրանիկ Թևանյանի մասին հարցնել Արթուր Սաքունցին քաղբանտարկյալների թեմայով, եւ սա ինչ ասեց, կրկին ռասիստական արտահայտություններ, որ ով գործ ունի Ռուսաստանի հետ, նա չի կարող իր համար չի կարող լինել քաղբանտարկյալ։ Դուք պատկերացնում եք, մենք գործ ունենք ռասիստ իրավապաշտպան կոչեցյալների հետ, որոնց այս 8 տարվա գործունեությունը անպայման իրենց տիեզերական արդարությանը հասնելու է, ինչպես շատ անարդարություններ, որոնք հիմա թեկուզ նոր անարդարության ցիկլով են մտել բանի ընթացքի մեջ, բայց այնուամենայնիվ, եթե շատ խորը մտածենք, այդ 30 տարվա այդ անարդարություններն էին, որոնք հիմա sense մեր դեմը դուրս են եկել։ Բայց անարդարությունները չեն հարթում նոր անարդարություններով։ Դու պետք է այնքան վեր լինես քո անձից, քո վրեժից, քո ճաշակից, որ կյանքում չփորձես, ասենք, չգիտեմ, ռուսամետության, արևմտամետության կամ ինչ-որ մետությամբ ճաշակով փորձես լուծել արդարության հարցերը։ Այսինքն եւս մեկ անգամ ապացուցվում է, որ Թուրքի պահանջով, ադրբեջանցիների պահանջով իրենք հարձակվում են հայ ավերտը։ Այո, Մարիամ, եւս մեկ անգամ ապացուցվեց։ Դե հիմա ասենք ԵԱՀԿ-ի թուրք քարտուղարն այնտեղ Փաշազադեն էր, Ադրբեջանից Փաշազադեն էր ասում, որ պետք է
վերացնել Փաշազադենով էր իրանց հոգևոր առաջնորդը, որ պետքա բան անել Հայաստանում Էջմիածինը վերացնել։ Հիմա մոռացել ենք, չէ, արդեն ժամանակ անցել, բայց ընդ Փաշազադեի մատը որքան խառներ։ Մի խոսքով սրա հարցի լուծումը այնա, որ ժողովուրդը վերադարձնելու է իշխանությունը իրեն